Առաջնալիքի ուղիղ եթերում առավոտ լուսոն է և խոսելով միջազգային օրացույցի մասին, պիտի նշենք, որ հունիսի 21-ին առաջիկայում բուժ աշխատողի միջազգային օրն է և այդ կապակցությամբ մենք ուզում ենք շնորհավորել նախ այս ոլորտի բոլոր աշխատակիցներին և հենց այդ առիթով մեր տաղավարում ևս խոսելու ենք բուժ աշխատողների մասին հենց ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ձեով ներկայացնենք մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանին և բուժքույր Սոնա Վարդանյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք առավոտը սկսում և ուզում ենք մի քիչ առաջ ընկնելով շնորհավորել ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն եւ շնորհակալություն նաեւ հրավերի համար։ Սիրով եւ իհարկե օրեր պետք չեն բուժաշխատողներին, մարդկանց բուժող մարդկանց ասելու շնորհակալություն առաջին հերթին, որովհետեւ իսկապես դուք կատարում եք մի աշխատանք, որը ել ավելի լավն է դարձնում մեր կյանքը, հատկապես այս դեպքում օգնելով մանուկներին եւ Սկսենք մեր օրերից, հա, նորագույն տեխնոլոգիաները ամեն օր զարգանում են, արհեստական բանականությունը գրավում է բոլոր ոլորտները, դրան զուգահեռ հայտնվում են նոր խնդիրներ առողջական եւ նոր հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս փոփոխությունների ժամանակաշրջանում արդյոք կայուն է մնում բուժաշխատողի աշխատանքը, պարտականությունը, թե նաեւ այս աշխատանքն է ձևափոխվում։ Կարծում եմ իհարկե որոշակի ձևափոխումներ կան եւ կան որոշ մասնագիտություններ, որտեղ օրինակ արհեստական բանականությունը շատ մեծ դեր ունի, ինչպիսին օրինակ ռադիոլոգիան է եւ շատ օգնում է բժիշկներին լաբորատոր տարբեր ախտորոշումներում, բայց միևնույն ժամանակ գալով բուժառուների կողմից շատ են դիմում ընտանիքներ, ովքեր մինչ բժշկին դիմելը, մինչ բուժհաստատություն գալը դիմել են արհեստական բանականությանը եւ ինքնաախտորոշված եւ ինքնանշանակումներով դիմում են։ Այստեղ ինչ խոսք մեր դերը փոխվում է մեկ անգամ եւս բուժառուին բերել ճիշտ դաշտ եւ վստահեցնել, որ միայն համացանցային տվյալներով հնարավոր չի ախտորոշվել եւ բուժվել։ Իսկ եղել է որ ճիշտ ախտորոշում արածվել արհեստական բանականություն։ Եղել է որ շատ ճիշտ վտանգի նշաններով ուղղորդվել են ընտանիքները, բայց դրան զուգահեռ եղել են ոչ ճիշտ կողմնորոշումներ, ոչ հիմնավոր վախեր, մտահոգություններ։ Սոնա, հետաքրքիր է, ինչպես եք ընտրել այս ճանապարհը, որովհետև ամեն դեպքում ձեր մասնագիտությունը ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն է պահանջում, այլև վստահ եմ հոգեբանական տոկունություն եւս եւ հույզերը ընդհանրապես ինչ դեր ունեն ձեր առօրյա կյանքում եւ հույզերի հետ աշխատանք։ Մասնագիտությունը իհարկե ընտրել եմ սիրելով այս ոլորտը եւ ինձ այդտեղ տեսնելով եւ չեմ սխալվել, կարծում եմ, մեծ սիրով աշխատում եմ եւ իհարկե մասնագիտությունը բուժաշխատող լինելը պահանջում է մեծ պատասխանատվություն, գիտելիքների մեծ բաշար, ինչպես նաև աշխատանքային մեծ փորձ է պետք, որպեսզի ի վերջո դու լինես գրագետ եւ լուրջ բուժաշխատող։ Իսկ ինչ վերաբերվում է հույզերի կառավարմանը, մենք հիմնականում աշխատանքին մոտենում ենք մասնագիտական սառնասրտությամբ։ Երեխաների դեպքում փորձում ենք իհարկե փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք մեր բուժառուին։ Դա մեր առաջնահերթությունն է։ Մենք ունենք հզոր թիմ լուրջ մասնագետներով եւ ամեն մեկս ունի իր տեղը, գիտի իր անելիքը եւ բոլոր անհետաձգելի իրավիճակներում, ծանր իրավիճակներում մեր թիմային աշխատանքը շատ օգնում է բոլորիս եւ այո, հույզերը կարծես թե մղվում են երկրորդ պլան, քանի որ այդ պահին մեր միակ ամենակարևոր առաջնահերթությունը դա բուժառուի կյանքը փրկելն է։ Հետո իհարկե գալիս են հույզերի ժամանակները, էմոցիաների ժամանակները, բայց դրանք արդեն իրավիճակից դուրս, այո, բայց տվյալ իրավիճակում բոլորս միահամուռ անում ենք մեր աշխատանքը։ Բուժառուի հույզերը։ Եթե կարելի է այստեղ ես իմ կողմից լրացում անեմ, միանշանակ բուժաշխատողի հույզերը, այնինչ կատարվում է սրտում երբևէ չի կարելի ցույց դնել անհետաձգելի եւ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում, բայց բուժօգնության մեջ հաջողելու համար կարեւոր է, որ առաջնային դիտարկես ընտանիքի եւ բուժառուի հույզերը։ Եթե նրա էմոցիաները, հույզերը եւ ընդհանուր հոգեկան աշխարհի իրավիճակը կենտրոնում չի, բուժօգնության մեջ թիմը հաջողել չի կարող։ Եվ այստեղ կարևոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամի յուրաքանչյուր հույզ եւ հենց այդտեղ է դրսեւորվում ընտանիքակենտրոն բուժօգնությունը։
Քանի որ մենք խոսում ենք հատկապես փոքրիկ բուժառուների մասին, երբ խնդիրը երեխաների մոտ է հայտնվում, ինչպես են ծնողները պատրաստվում եւ այս դեպքում ինչպես են բուժաշխատողները օգնում հենց ընտանիքի անդամներին, որ เป զի պատրաստ լինեն այս կամ այն ախտորոշմանը եւ այն ճանապարհին, որը պետք է անցնեն երեխաների հետ հենց հոգեկան, հուզական առումով։ Այստեղ շատ երկար ճանապարհ է, փոքրիկի դեռ պլանավորումից սկսած կան տարբեր դպրոցներ, որտեղ ծնողական համայնքը ստանում է այդ կրթությունը, ինչ անել, ինչ լինել, ճանաչել վտանգի նշանները, բայց մի նախադասություն կա, որ ես շատ հաճախ եմ մեզ վստահած ընտանիքներին ուղում եւ կուզեմ եթերի նույնպես օգտվեմ այդ նախադասությունը հղեմ հաճախ լուրջ դժվար բարդ իրավիճակներում կամ թեկուզ այնպիսի իրավիճակ, որ ծնողի համար մեկ դրվագ բարձր 39-ից ելմելը արդեն ստրես է։ Բուժաշխատողի համար ամենօրյա աշխատանք եւ ամենօրյա իրողություն, որ տեսնում ենք։ Բայց այստեղ ես միշտ ասում եմ, որ բրդոված կամ մտահոգված կամ մի քիչ թերահավատ գալիս են, առաջին միտքը որ տալիս ենք, որ մենք խնդրի նույն կողմում ենք։ Բուժաշխատողները, բուժառուն եւ ընտանիքը խնդրի մի կողմում են, երկուսս միասին, ուզում ենք հաղթահարել խնդիրը, եւ եթե միասին չենք, որևէ ձևով հաջողել չենք կարող։ Եվ այդտեղից հենց սկսվում է առաջին կրթական process-ը, որ երկուսս նույն կողմում ենք կանգնած խնդրի, այնպես չի որ տարբեր թիմեր ենք։ Ձեզ համար հիմա արդեն այս փուլում այսքան մեծ ու երկար ճանապարհից հետո լինում են պահեր, երբ օրինակ կասկած է առաջանում հաղթահարման հետ կապված հիվանդության խնդրի եւ ինչպես եք դա հաղթահարում։ Ձեր ներքին աշխատանքը որպես բուժաշխատողի կբացեք մեզ համար։ Այո, լինում են դեպքեր, երբ իրավիճակը առօրյա ռուտին չէ եւ այն վստահությունը ինչպես կմոտենայիր ռուտին իրավիճակում ճունես այդ խնդրի շուրջ, այդտեղ ազնվությունն է ընտանիքի եւ բուժառուների հետ, որ մեզ ժամանակ է պետք մոբիլիզացնել բոլոր էքսպերտներին Հայաստանի ներսում, եթե կարիք կա նաև Հայաստանից դուրս, կազմել ճիշտ պլան եւ այդ պլանով առաջ գնալ։ Ցավոք բժշկությունը միշտ չէ, որ 1+1 է, շատ հաճախ նաև շատ ենթաշերտեր կան, որոնք ավելի խորը անհատական լուծումներ եւ հարցեր են պահանջում, մեզ միշտ ուղեկցում են ուղեցույցերը, սակայն նաև շատ կարեւոր է ճիշտ ժամանակին դիմել ոլորտի լոկալ եւ միջազգային էքսպերտներին եւ կառուցել ճիշտ մոտեցում։ Այս աշխատանքը իրենից ոչ միայն աշխատանք, այլ նաև ինչպես հասկանում ենք հուզական մեծ պատմություն է իրենից ենթադրում, որն անցնում է յուրաքանչյուր հաջորդ բուժառուի հետ, ոչ թե հաջորդ օրը։ Եվ եթե հնարավորություն ունենայիք ժամանակը հետ տալու, արդյոք նույն մասնագիտություն եւ նույն աշխատանքը կընտրեք եւ եթե այո, ապա ինչու։ Իհարկե անկեղծ լինելու համար ասեմ, որ լինում են օրեր ծանր աշխատանքային երբ գալիս են այդպիսի մտորումներ, որ ցանկալի կլիներ ունենալ ավելի էսթետիկ կանացի աշխատանք, դիմահարդարումով, մատնահարդարումով գնալ աշխատանքի, չունենալ այդքան մեծ պատասխանատվության զգացում աշխատավայրում, լինում են այդպիսի օրեր իհարկե, բայց այն մի կարևոր գիծ կա այստեղ, երբ որ մենք տեսնում ենք արդեն առողջացած մեր բուժառուներին, երբ ճանապարհում ենք տուն կամ այլ բաժանմունքներ, նրանց գոհ ժպիտները, ուրախ դեմքերը, մայրիկների երջանիկ դեմքերը, երբ որ տեսնում ենք, հասկանում ենք, այո, օդային համբույրները, մեր բոլոր փոքրիկ բուժառուների հետ մի կիսած քաղցրավենիքը մեր հետ շատ լինում են այդպիսի դեպքեր, իրոք հասկանում ենք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, որ մարդկային կյանքի օգնությունը, փրկությունը դա ամենակարևոր մասն է կազմում մեր աշխատանքի եւ հենց դրանում է եղել երևի թե մեր առաքելությունը, որ ընտրել ենք այս աշխատանքը։ Եվ անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ հոգնած լինենք, ինչքան էլ որ լարված լինենք, հասկանում ենք, որ մենք ունենք ամենա գոհ բուժառուները, մեր փոքրիկները, մեր շատ սիրելի փոքրիկները լավագույն մասն են կազմում մեր աշխատանքի եւ նրանց առողջացումը եւ ուրախ ժպիտները մեր համար ամենակարևոր արդյունքն են մեր աշխատանքում։ Եվ մի բան էլ ավելացնեմ,
ամեն օր այս աշխատանքը կատարելիս, բուժ աշխատողի աշխատանքը կատարելիս ես հասկացել եմ, որ արդեն կյանքին մի փոքր ավելի ուրիշ աչքերով ենք նայում, հասկանում ենք, որ այն փոքրիկ դժվարությունները շատ չնչին են, շատ գրեթե էական նշանակություն չունեն մեր կյանքում եւ արդեն ամեն րոպեն ու ամեն վայրկյանը սկսում ենք գնահատել այս կյանքում։ Բժիշկ Ղազարյան, ձեզ համար այս աշխատանքի ամենաշնորհակալ կողմը ո՞րն է կամ առաքելության։ Ես բաժանել եմ իմ առաքելությունը բուժօգնության ոլորտում, կգամ այն մասից, որ իմ համար գերնպատակ է եղել լինել այնպիսի մի թիմի առանցքային անդամներից, որ կարողանանք Հայաստանում ստեղծել նոր մշակույթ, աշխարհի ստանդարտին մոտ բուժօգնությունը դարձնել հասանելի երկրում եւ կարծում եմ այստեղ մեծ հաջողությամբ առաջ ենք գնում։ Երկրորդը դա կրթական ոլորտն է, որը նաև իմ այսպես ասած մասնագիտական այրումից կանխումն է իմ համար, երբ ես առօրյա կլինիկական այդ աշխատանքից հոգնում եմ, դասավանդելը, բժիշկների նոր սերունդ կրթելը, բուժքույրերի հետ կրթական ակտիվությունները չափազանց ոգևորող են, երբ դու տեսնում ես քո ներդրածը հետո ինչպես է աշխատում, բայց որպես բժիշկ իհարկե ամենամեծ այդ առաքելությունը դա առողջ բուժված հնարավորինս քրոնիկ հիվանդությունները լավ կառավարված ընտանիքների մի մեծ բանակ ունենալն է քո հետևում։ Ինչի համար մենք ձեզ անչափ շնորհակալ ենք եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք բուժաշխատողի օրվա կապակցությամբ ու շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Շնորհակալ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժում ենք առաջ։ Այո։